Ժողովուրդ օրաթերթը գրում է Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները։ Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես աղմկահարույց կրակոցներից հետո իրավապահ համակարգը կալանքի է տանում հիմնականում կամ բացառապես ապրելու երկիր կուսակցության անդամ Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդիա Գրիգորյանի շրջապատի անձանց։ Ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ տնային կալանք, 3-ի նկատմամբ բացակայելու արգել խափանման միջոցները։ Նախաքննական մարմինը անուններ չի տվել, սակայն ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել քրեական հետապնդման ենթարկված անձանց անունները, որոնց զգալի մասը Վալոդիա Գրիգորյանի մտերիմ շրջապատի անձինք են։ Ըստ մերձավանցիների այս պահին կալանավորված են Արմեն Ղազարյանը, Մարսպետ Գալստյանը, Պայքար Գրիգորյանը։ Վերջինս համայնքապետի թեկնածու Վալոդիա Գրիգորյանի հարազատ եղբայրն է Սևակ Գալստյանը, Վոլոդիա Խդրյանը, տնային կալանքի տակ գտնվող Արտուր Գալստյանը, Վահրամ Նահապետյանը, Անդրանիկը, Արտյոմ Հակոբյանը Վալոդիա Գրիգորյանի մտերիմ շրջապատից են։ Իսկ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի շրջապատից նախաքննական մարմինը տնային կալանքի տակ է պահում միայն Մարտիկ Բաղդասարյանին, Արսեն Մադոյանին։ Ամենազարմանալին այն է, որ վարչական շրջանի ղեկավար Ախտոյանը դեպքի օրը իր բնակարանից հետևում էր կրակոցներին ու հանցագործությունը չէր կանխում, ինչի հետևանքով իր հորաքրոջ որդին սպանվեց, որից հետո Ախտոյանին իրավապանները տուժող են ճանաչել։ Հիշեցնենք, որ կրակոցները Մերձավանում հնչել էին փետրվարի 5-ին, ըստ մերձավանցիների համայնքում տևական ժամանակ նախկին ու ներկա պաշտոնյաները գյուղը բաժանել են երկու մասի եւ գյուղի տղաների հանել միմյանց դեմ։ Անգամս լուրերի կրակոցներից առաջ Ախտոյանի թիմակիցները մարդ են ծեծել եւ ծեծի շուրջ վեճը այնքան է տարածվել, որ հնչեցին կրակոցներ։ Փաստորաթերթը գրում է նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ ընդունելի արդյունքի հասնելն է։ Այս օրերին այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները ներդրել է Գյումրու ավականու ընտրություններին։ Սկսյալ վարչական ռեսուրսների ներգրավումից, այդ թվում պետական կառույցներում ցուցակագրումների պարտադրանք, իրավապահ գործիքակազմի կիրառում, միջև գոտկատեղեց ներքև քարոզչությունը։ Նպատակը հասկանալի է չափազանց ցածր վարկանիշի պարագայում հասնել գոնե այնպիսի արդյունքի, որ հնարավոր լինի սատելիտ ուժերի հետ կազմել կոալիցիա։ Սակայն այստեղ կա մի քանի խնդիր։ Բանն այն է, որ նշյալ մերձակա ուժերը, որոնք կարող են կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, հազիվ թե կարողանան հաղթահարել 4-ից 6%-անոց շեմը։ Մյուս կողմից Գյումրիում հիմա արդեն շատ ակտիվորեն քննարկում են տեղեկությունները, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով նշյալ ծրագիրը հաջողելու դեպքում անգամ ՔՊ-ի ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը հազիվ թե դառնա քաղաքապետ, իսկ դառնալու պարագայում երկար չի պաշտոնավարի։ Ըստ գյումրեցիների, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կապ է ունեցել տարբեր կուսակցությունների հետ, ՔՊ-ն նրան առաջին պլանն է բերել որոշակի քվե ապահովելու համար, քանի որ Գյումրու ՔՊ-ական ռեսուրսն ուղղակի չէր կարողանալու որևէ արդյունք գրանցել։ Իսկ ԿՊ վերնախավի քաղաքապետի սրտի թեկնածուն, ինչի մասին ի դեպ գրեցին նաև լրատվամիջոցները, ցուցակի երկրորդ համարն է Աննա Հակոբյանի ազգականը։ Միևնույն ժամանակ, ինչպես մեծ այդ զրույցում ասում են, շատ գյումրեցիներ արդար ընտրությունների դեպքում հազիվ թե ՔՊ-ին հաջողվի իրենց ցանկալի քվեներն ստանալ, իսկ եթե ամեն ինչ անեն ու հասնեն մի ցուցանիշի, որը կարող է հույս տալ կոալիցիոն կառավարման դեպքում վերցնել իշխանությունը, պոտենցիալ կոալիցիոնիստները կարող են խնդիրներ առաջացնել թեկնածուի առումով։ Ի դեպ հավելենք, որ մեր տեղեկություններով առաջիկա օրերին ՔՊ-ն ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը մրցակից թեկնածուների դեմ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար։ Առողջապահության նախարարի պաշտոնից հույսը կտրած ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ցանկությունը կարծես թե առողջապահական պետական հիմնադրամի ղեկավար դառնալն է։ Բազմիցս ենք հայտնել, որ Արսեն Թորոսյանը պայքարում է առողջապահության նախարարի պաշտոնին վերադառնալու համար։ Ամեն պահ փորձում են նեղ գցել Անահիտ Ավանեսյանին։ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի սկզբին հանրային քննարկման դրված Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը հետաձգվել է մինչև 2027 թվական։ Հենց այս պատճառով էլ գրեթե 60 միլիոն դրամով 25%-ով կրճատվել են առողջապահության նախարարությանը տրամադրվող ֆինանսները։ Նախարարությունի ժողովուրդ օրաթերթին փոխանցեցին, որ պետության համար նպատակահարմար է մեկ պետական ապահովագրական հիմնադրամ ունենալը։ Պատճառը հետևյալն է, երբ բնակչության բոլոր խմբերի
տարի առողջ թե հիվանդ, տարեց թե երիտասարդ, աշխատող թե չաշխատող մարդկանց ապահովագրական ռիսկերը միավորում ենք մեկ ապահովագրական փաթեթի արժեքը նվազում է։ Սա նշանակում է, որ փաթեթի ներդրումը ավելի ռեալիստական է դառնում այսօրվա մեր տնտեսական հնարավորություններից ելնելով։ Իսկ ինչու հենց պետական հիմնադրամ նախարարությունից պարզաբանեցին, որ իրենց կարծիքով առողջությունը ժողովրդի բարեկեցության հիմնասյուներից է եւ հանրային բարիք է, ու հենց այս պատճառով է, որ պետությունը եւս ունի շատ կարևոր դերակատարում պաշտպանելու մարդու առողջության մասին հոգ տանելու իրավունքը։ Այսպիսով մեկ պետական հիմնադրամ ընտրելու հիմնական նպատակն է, որ ապահովենք համախմբում եւ մեկ ապահովագրական փաթեթի արժեքի իջեցում եւ մյուս կողմից ունենանք բանակցային ուժ ծառայությունների գները կարգավորելու համար, փոխանցեցին նախարարությունից։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ այս հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար ոչ միայն Արսեն Թորոսյանն է պայքարում, այլ նաեւ Պագի պետ Սամվել Խարազյանը, ով այնքան ոգևորված է ապահովագրական հիմնադրամի ներդրմամբ, որ աշխարհում ընդունված առողջապահության ապահովագրության նշան համարվող անձրևանոցը որպես կրծքազարդ է կրում։ Հրապարակ օրաթերթը գրում է, հրանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը։ Չնայած երեք ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ԿՊԱ-ականները լցված էին հերկել ու թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոտքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տևական ժամանակ կրակել են ու դա շատերն են լսել։ Մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերկումներ տարածում։ Մեզ ասացին, որ ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոստերի փաստը, թերևս որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։ Անկամ նորորի Արծրուն Հովանեսյանն էին գտել դեմս լրագրող Թաթուլ Հակոբյանի, որն առավոտյան գրառում առեց, թե ինքն արպային Վարդենիսում է եւ կրակոստերի մասին լուրերն ապատեղեկատվություն են։ Իսկ կարճ ժամանակ անց գրառումը հեռացրեց, քանի որ Վարդենիսից անուղղակի հաստատումներ էին ստացվում։ Եվ նույնիսկ նախարար Սուրեն Պապիկյանը չորով չհերկեց կրակոստերի փաստը, ազգային ժողովում լրագրողներին ասելով, որ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է միայն վտանգավոր կրակոստերի փաստերը։ Անգամ նման հարցերում իշխանությունը ճիշտ չի կողմնորոշում։ Այդ տեղեկատվությունը թաքցնելն ավելի է լկտիացնելու թշնամուն եւ հակառակը իրականությունը ներկայացնելն այս դեպքում միայն օգնելու է մեր երկրի պաշտպանվածության բարձրացմանը։ Այս պահվածքը խոսում է այն մասին, որ Փաշինյանական իշխանությունը մեկ թիրախ ունի հայ հասարակությունը եւ ամեն ինչ անում են նրան կառավարելու, մանիպուլացնելու եւ նվազած վարկանիշի մնացորդները պահպանելու համար։